Մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը 200-ից ավելի դպրոց, այսպես մեկընդմիշտ փակելու է իր դուռը։ Փաստերն ու հակափաստերը մեր երկրում շաբաթասկզբից իրար են բախվում։ Կառավարության դեռ 2022 թվականին ընդունած որոշումն է սահմանելու պետբյուջեից հանրակրթական ուսումնական հաստատությունները ֆինանսավորելու կարգ մեթոդաբանությունը։ Հենց այս փաստաթղթին հղում անելով են ոլորտի մասնագետները պնդում, մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը, այսինքն 2026-27 ուստարվա մեկնարկը, Հայաստանում դպրոցներ են փակվելու, թեպետ այդ մասին ուղիղ խոսք գործադիրի փաստաթղթում խոշորացույցով փնտրես, չես գտնի։ Դրա հիման վրա 2023 թվականին նախարարը ստորագրեց հրաման, որտեղ ընդգրկվեցին 100-ից ավելի փոքր աշակերտական թվակազմ ունեցող դպրոցները, եւ այդ հրամանի անունը ուրեմն ոչ մի կապ չունի իհարկե դպրոցների փակման, նույնիսկ բառը չի օգտագործվում։ Ահա եւ այդ հրամանը հյուսիսից հարավ, ավելի կոնկրետ Շիրակի Աշոտցքից Սյունիքի տանձատապ, այստեղ 232 դպրոցի անուն կա։ Նախարար Անդրեասյանն այս փաստաթղթով հաստատել է հանրակրթական այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնք ներառում են կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում։ Ներքին կարգով այդ բոլոր դպրոցներին ասվել էր հիմնականում մարզպետարանների միջոցով, որ ձեր դպրոցները ամենայն հավանականությամբ վերակազմակերպվեն եւ երեխաները դասի կգնան համայնքային կենտրոն դպրոցներում։ Դա գալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից, որը հաստատվել է 2021 թվականի օգոստոսին։ Հստակ ասվում է, որ կազմակերպվելու են համայնքային կենտրոն դպրոցներ եւ փոքր դպրոցները վերակազմակերպվելու են։ Տվյալ դպրոցներում ֆինանսավորման ձևաչափը պահպանվում է մինչև դրանց վերակազմակերպում։ Սկսվում է գործընթաց, տեղեկացվում է բնակչությանը, տեղեկացվում է ուսուցիչներին, օժանդակազմին, որ այդ դպրոցները փակվելու են, քանի որ կառուցվում են նոր դպրոցներ, դպրոց կենտրոններ այլ համայնքներում։ Այն դպրոցները, որտեղ աշակերտների թիվը 100-ից շատ քիչ էր պակաս, նրանք անընդհատ աշխատում էին այն ուղղությամբ, որպեսզի այդ ցուցակից, իրենց ասելով եմ ասում, սև ցուցակից դուրս գան ու աշակերտների թիվը ավելացնելու։ Օրինակ, դրանցից 2-ին հաջողվեց։ Ընդամենը 2026 թվականի հունվարի 30-ին նախարարի հրամանով 2 դպրոց դուրս եկան, որոնցից մեկը օրինակ Լոռու մարզի Արջոտ գյուղի դպրոցն է, որտեղ աշակերտների թիվը հասավ 101-ին։ Այս է պատճառը, ահա թե ինչու փորձագետներից սկզբում մեկ այլ թիվ էինք լսում, հետո 3-ով պակասը։ Նշում էին, որ փակման եզրին է հայտնվելու 232 դպրոց, հետո արդեն 229, իսկ այն, որ սրանք պատահական թվեր չեն, կրթական գերատեսչությունում գիտեն, հաստատում են, բայց ուսումնական հաստատություններ փակելու լուրերը հեշքում են, գնում են դպրոցներ կառուցելու, ոչ թե փակելու ճանապարհով։ Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է հանրակրթության արդյունավետ զարգացմանը, կրթության հասանելիության ընդլայնմանը եւ որակի բարձրացմանը, այլ ոչ թե կրթական հնարավորությունների սահմանափակմանը։ Ցավալի է, որ կրթության ոլորտը շարունակվում եւ թիրախավորվում է հասարակության շրջանում անհիմն անհանգստություն եւ թյուր ըմբռնումներ առաջացնելու նպատակով։ 229 դպրոցներն այն ուսումնական հաստատություններն են, որոնք չնայած 2023 թվականից գործող ֆինանսավորման համակարգին փող են ստանում դեռևս հին բանաձևով, ոչ թե դասարանների, այլ աշակերտների թվաքանակի համար, պնդում են գերատեսչությունից։ Կարծում եմ այն մարդիկ, որոնք այս թիվը հրապարակել են, մի քիչ լավ չեն պատկերացնում, որ իրավական ակտերով ինչ է կարգավորվում։ Ես պատկերացնում եմ այդ թիվը որտեղից է։ Ուրեմն մենք ունենք դպրոցների ֆինանսավորման նոր բանաձև, որը գործում է 2023 թվականի սեպտեմբերից, բայց նաև հանրապետությունում ունենք փոքրաքանակ աշակերտներ ունեցող դպրոցներ, որտեղ գործում է դպրոցների ֆինանսավորման նախկին մոդելը, որը պետք է հնարավորություն տա, որ այս դպրոցները կարողանան այսպես իրենց կարևոր դպրոցի պահպանման հետ կապված հարցերը կարգավորել։ Ըստ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետի մինչև այս պահը մեր երկրի սահմանամերձ բնակավայրերում դպրոցները բացառապես մեկ պատճառով են փակվել։ Մինչև այս պահը սահմանամերձ գյուղերում, բնակավայրերում, եթե որևէ դպրոց դադարել է գործել, դրա միակ պատճառը եղել այն, որ այդ դպրոցում սովորող աշակերտ չի եղել։ Դեռևս նման
տեսակի վերակազմակերպումներ չեն արվել։ Կրթության փորձագետներն իրենց հիմնավորումների շարքը հենց այստեղից էլ սկսում են։ Նրանց նախարարության պարզաբանումը, մեկնաբանությունը, հերքման տեքստերը չեն համոզում։ Վստահ են, շարունակում են պնդել։ 229 դպրոց փակվելու է։ Առայժմ աշակերտների քանակով են ֆինանսավորում, համայնքային կենտրոնացված դպրոցները կկառուցեն, այնտեղ կտեղափոխեն։ Անընդհատ խոսք է գնում վերակազմակերպման մասին։ Եվ դպրոցների ֆինանսավորումն, որի մասին կրթության նախարարությունը իր հայտարարության մեջ նշում է, վերաբերվում է ուրեմն ֆինանսավորման կարգը մինչև դպրոցների վերակազմակերպումը, որովհետև արդեն դպրոցների վերակազմակերպումը ենթադրում է ակնհայտորեն դպրոցների փակում եւ աշակերտների տեղափոխում։ Ժողովրդագրության ոլորտում դպրոցը հանդիսանում է համայնքաստեղծ կարևոր նախապայման։ Դպրոցի բացակայությունը ինքը խտանելու է աշակերտների մեջ արտագաղթը։ Իսկ արտագաղթը դա ուղիղ ենթադրում է գյուղերի դատարկում, այսինքն գյուղերի մահվան սցենար։ Բացի դրանից, դպրոցների փակման գործընթացը սոցիալ-տնտեսական ոլորտում տնտեսական դեգրադացիայի, տնտեսական անկման արագացուցիչ է համարվում եւ ինքը բավական լուրջ խնդիրներ առաջադրում։ Շարքում առաջինը աշխատատեղերի խնդիրն են առանձնացնում մասնագետները։ Նրանց խոսքով հատկապես գյուղերում գիտենք, այս հարցը լուրջ է։ Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, որոնց ապագան կասկածի տակ են առնում փորձագետները, շուրջ 2300 ուսուցիչ է աշխատում։ Այդ գյուղերում աշխատատեղերի այլ դիվերսիֆիկացիա չկա, հետեւաբար կորցնում են միակ աշխատատեղը, իսկ աշխատատեղը, տվյալ աշխատատեղը տվյալ գյուղում մնալու, ապրելու, հետագայում շենացելու համար սոցիալական մոտիվացիա է հանդիսանում։ Բայց սկզբում Սուրյանկյան հետ զրուցող փորձագետներն էլ կասկած են ունեցել, գուցե իսկապես պետությունն այս օրակարգով է շարժվում, ապահովելու կրթության բարձր մակարդակ։ Այո, փոքր դասարաններով գործընթացի կազմակերպումն արդյունավետ չէ, հաստատում են, սակայն այս տպավորությամբ մնացին մինչև այն պահը, երբ կշեռքի նժարին դրեցին հենց այդ երկու հարցերը՝ մեկին կրթական որակի բարձրացումը, ինչը նրանց գնահատմամբ դեռ խիստ վիճելի է, մյուսին ազգային անվտանգության հարցը, գյուղերը չդատարկելը։ Տեղական ինքնակառավարման մարմինները նաև այդ գյուղերում հատկապես ասում են, որ դպրոցը կորցնելով մենք կորցնելու ենք պետության հետ ուղիղ շփվելու հնարավորությունը, որովհետև դպրոցները ըստ էության այս փոքր բնակավայրերում դարձել են պետության կամ պետական մարմինների հետ շփվելու միակ հնարավորությունը կամ տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը։ Երկու իրականություն է՝ պաշտոնական փաստաթղթային եւ փորձագիտական վերլուծական։ Մինչև փակվող դռների մասին խոսակցությունները չեն վերածվել փակվող դռների ձայնի, համայնքներում մարդիկ իրենց գյուղի անունն են փնտրում հերթական ցուցակում, հասկանալու թե արդյոք այն նշмарելու է վաղվա անորոշությունը, երբ կրթական քաղաքականությունը հատում է ժողովրդագրության, անվտանգության եւ սոցիալական կայունության հարցերի հետ սահմանը, այն ըստ մասնագետների դադարում է լինել լոկ ոլորտային որոշում, գտնվել միայն մեկ նախարարության պատասխանատվության տիրույթում։ Փորձագետներն ասում են, այն դառնում է պետական ընտրություն իր երկարաժամկետ հետևանքներով։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Գրիգոր Հովսեփյան, Սուրենկյուն։